Միայն Կոտայքի մարզի երկու տեղամասերի վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները կավելանան 92-ով։ Վերահաշվարկը հաստատեց ԲՀԿ-ային պնդումը, որ արձանագրությունների համաձայն 27-7 ընտրատեղամասում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել է 77 ձայն, բայց ԿԸՀ-ն իր կայքում գրանցել է ընդամենը 1 ձայն։ 27-26 ընտրատեղամասում ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, բայց ԿԸՀ-ն արձանագրել է ընդամենը 3-ը։ 74 75 76 77 Ինչքան արձանագրությունը 77 համապատասխանում է թիվը քվեաթերթիկների արձանագրության թվի հետ։ Ինչպես էր ստացվել, որ միայն երկու տեղամասում ԲՀԿ ձայները ԿԸՀ-ն 92-ով պակաս էր արձանագրել։ 27 ընտրատարածքային ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանը վստահեցրեց, որևէ միտում չի եղել։ Ծրագրի գերծ ծանրաբեռնվածության պատճառով բոլոր թվերը 1 տողով տեղաշարժվել են։ Մուտքագրման ժամանակ կայքի գերծ ծանրաբեռնվածությունից ինքը կախում էր, անընդհատ կախում էր։ Մուտքագրելու առաջի տողը թռել է։ Մնացած տողերը մեկ վանդակով բարձրացել են վերև, մենակ մի կուսակցությանը չի, բոլորինը մեկ թվով շեղվել է, մեկ վանդակով շեղվել է առաջ, ստեղ բացարձակապես մեկում չկա, տեսեք բացատրեմ ձեզ, ուրեմն այս ռեֆորմիստների կուսակցության թիվը ստեղ 0 թռել է, ասենց տեսեք պետք է տեղաշարժվել, ես սլակով ցույց եմ տվել, այս 7-ը երկրորդ կուսակցության թիվն է, եկել է առաջ, Այս 135-ը այս կուսակցության թիվն է, բոլորը շեղվել են, մի վանդակով գնացել առաջ, այս տողը, 1, 2, Առաջին անգամ նման բան տեղի ունեցել։ Ես առաջին անգամ ասելով ինչի նկատում եք, ես պատմությունից տեղյակ չեմ, ես առաջին անգամ եմ հանձնաժողովի նախագահ, պատմությունը չեմ կարող ասել, առաջին անգամը թե որի։ Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է 3,999% ձայն, այսինքն խորհրդարան անցնելու համար նրան պակասում է 0,004% ձայն։ ԲՀԿ-ականների հաշվարկներով խոսքն ընդամենը 60 պակասող ձայնի մասին է, ոչ ավելին քան 100-ը, մինչդեռ 4 ընտրատեղամասի անճշտությունները, եթե վերացվեն, որոնք կազմում են 120 ձայն, իրենց խորհրդարան անցնելու հարցը կլուծվի։ ԿԸՀ-ից խոստանում են ուղղել անճշտությունները։ Թվերը կամբրագրվեն արդեն ուրբաթ օրը հրապարակվելիք քաղվածքներում եւ կարտացոլվեն կիրակի օրը, երբ հրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները։ ԿԸՀ-ից շեշտում են միայն վերջնական արդյունքների հրապարակումից հետո պարզ կլինի ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, թե ոչ։ Բարգավաճ Հայաստանի խորհրդարանում հայտնվելը էական նշանակություն ունի թե իշխող ուժի եւ թե ընդդիմության համար։ Եթե Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի ու Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի հետ միասին խորհրդարան անցնի նաեւ ԲՀԿ-ն, ապա մեծամասնություն ստացած ՔՊ-ն ազգային ժողովում չի ունենա 3/5, ինչն անհրաժեշտ է սահմանադրական օրենքներ ընդունելու եւ մի շարք կարեւորագույն պաշտոնների, օրինակ գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի, ՍԴ դատավորի ընտրության համար։ Նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով է, որ ուժեղ Հայաստանը իր հետագա քայլերի մասին հայտարարելուց առաջ սպասում է վերահաշվարկի արդյունքներին եւ ԲՀԿ ճակատագրին։ Գնում է ձայների վերահաշվարկ։ Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է թե չէ։ Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք արդեն ազգային ժողովը արդեն հնարավորություն կունենա գլխավոր դատախազ եւ այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ ընդդիմությունը իր խոսքը ասի, որից հետո պարզ կլինի ազգային ժողովը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել դեմ կանգնելու ապօրինություններին, հիմնականում դատախազության հետ կապված։ Իդեպ վերահաշվարկի դիմումները ներկայացրել ոչ միայն ԲՀԿ-ն, այլև Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանն ու Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը։ ԲՀԿ-ի օրինակով Հայաստանի դեպքում էլ տեղամասի արձանագրությունների եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալների միջև կան անհամապատասխանություններ։ Ընդ որում նույն խնդրի առջև է կանգնել նաև մեծամասնություն ստացած իշխող ՔՊ-ն։ Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ նույն 27-26 տեղամասում ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը, ՔՊ-ի ձայներն էլ գնացել են դոկին։ Այսինքն կեղծել եք դուք։ Հիմա ասենք Քոչարյանը կեղծում էր ընտրությունները, Սերժը կեղծում էր, նույն համակարգի վրա նստել ես, նույն ձևի կեղծում ես, նույն ձևի կեղծել ես։ Սա համար պետք է գլխով պատասխան տաք բոլորդ հանձնաժողովը բանը մարզային հանձնաժողովներից մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ու անձամբ դու Նիկոլ անձամբ դու
Փաստը ձեռիս հեսա ցույց եմ տալիս։ Էսեք դուք։ Սովորական տարական, ասենք, բան։ Պուճուր ընտրակեղծարաններ։ Աղաղակող անճշտությունների մասին այսօր բարձրաձայնում էր նաև շուրջ 7000 ձայն ստացած ու խորհրդարանից դուրս մնացած լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուքյանը, պնդելով իրենց ձայները միտումնավոր են կեղծվել։ Հազար անգամ ասել են, չէ, ես ընտրությունները կեղծեմ, թևս կկտրեմ, չգիտեմ ինչ կանեմ, ոտս կջարդեմ, բան, ինչ ասես ասելա։ Փաստ, այս 0 ձայն մուտքագրելը քրեորեն հետապնդելի արագ, արձանագրություն է կեղծվել։ Իշխանությունը մինչդեռ հերքում է միտումնավոր կեղծիքների մասին պնդումները, շեշտելով, որ խնդիրները զուտ տեխնիկական են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքի համաձայն վերահաշվարկը կավարտի ուրբաթ օրը ժամը 12-ին, իսկ կիրակի արդեն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները։